Այս պահին Վրաստանի գլխավոր դատախազը խորհրդարանին ներկայացնում է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Հաշվետվությունում արտացոլված են դատախազության գործունեության բոլոր հիմնական ուղղությունները, իրականացված քրեական քաղաքականությունը, առկա միտումները, մարտահրավերները եւ ապագա ծրագրերը։ Հաշվետվությունում խոսվում է նաեւ գերատեսչության աշխատանքի արդյունքների մասին, այնպիսի առանձին հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ, ինչպիսիք են փողերի լվացումը, կազմակերպված եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունները, կանանց նկատմամբ բռնությունը, անձնական կյանքի անձեռնմխելիության խախտումը, ահաբեկչությունը, շրջակա միջավայրի դեմ կատարված հանցագործությունները, ինչպես նաև խոցելի անձանց պաշտպանության նպատակով իրականացված քաղաքականությունը։ Այսօր պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն վարչական իրավախախտումների օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Օրինագծի համաձայն տրանսպորտային միջոցի վարորդի կողմից սահմանված արագությունը 15 կմ/ժ-ից ավելի, սակայն ոչ ավելի քան 30 կմ/ժ-ով գերազանցելը կհանգեցնի 50 լարի տուգանքի նախկին 100 լարիի փոխարեն։ Արագությունը 30-ից մինչև 50 կմ/ժ-ով գերազանցելը կհանգեցնի 100 լարի տուգանքի նախկին 300 լարիի փոխարեն։ Իսկ 50 կմ/ժ-ից ավելի գերազանցելու դեպքում սահմանվում է 300 լարի տուգանք։ Օրինագիծը խորհրդարանում քննարկվում է արագացված կարգով։ Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին օրինագիծը այսօր երկրորդ ընթերցմամբ կքննարկվի իրավական հարցերի հանձնաժողովում։ Կարգավորման համաձայն, եթե օտարերկրացին ցանկանում է ընդունվել Վրաստանի համալսարան, նա պետք է ներկայացնի կառավարության կողմից սահմանված լեզվի իմացությունը հաստատող վկայական։ Բացի այդ, օտարերկրյա ուսանողը, որը 90 օրից ավելի ժամկետով կդադարեցնի ուսանողի կարգավիճակը, կկորցնի բնակության թույլտվությունը։ Փոփոխությունները վերաբերում են նաև Վրաստանի քաղաքացու հետ ամուսնությունից հետո մշտական բնակության թույլտվության տրամադրման հարցին։ Մասնավորապես, քրեական օրենսգրքում ավելացվում է նոր հոդված, որով պատժելի է դառնում կեղծ ամուսնությունը կամ նման ամուսնության մեջ գտնվելը։ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ ԱՄՆ-ն եւ Իրանը լավ են հասկանում միմյանց եւ աշխատում են արդար համաձայնագրի վրա։ Ինչպես Թրամփն է նշել, հիմնական պայմաններից մեկը, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել, Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն է։ Փենսիլվանիայում ունեցած ելույթի ժամանակ նահանգների առաջնորդը հայտարարել է, որ վերջին համաձայնության արդյունքում Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման ծավալներն աճել են։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինայի ռազմական գործողություններն ու Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը ազդեցություն են ունենում Ռուսաստանի հասարակական տրամադրությունների վրա։ Ուկրաինայի նախագահի խոսքով Ռուսաստանում շատ մարդիկ արդեն դժգոհություն են հայտնում պատերազմի կապակցությամբ։ Զելենսկին զրուցել է նաև Ուկրաինայի վերականգնման համաժողովի մասին, որը պետք է անցկացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքում։ Նրա խոսքով կարևոր է պահպանել կառուցողական մոտեցումը Ուկրաինայի եւ Լեհաստանի միջև հարաբերություններում։ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հետ, սակայն 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Պուտինի խոսքով Ուկրաինան փորձում է հնարավոր բանակցություններում ուժեղ դիրքի տպավորություն ստեղծել, սակայն իրականությունը մարտի դաշտում բոլորովին այլ է։ Միևնույն ժամանակ Պուտինը Ուկրաինայի հետ բանակցությունների համար ներկայացրել է 4 սկզբունք, որոնց մասին նա զրուցել էր 2024 թվականին արտաքին գործերի նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ։ Կիևը պետք է դուրս բերի իր զորքերը Դոնեցկից եւ Լուգանսկից, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններից եւ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից։